Աստված մի դեպքի հետ կապված տվեց, բացահայտեց ով է իրենից կարգված ծառան։ Թվոց գրքից պիտի կարդամ ձեզ համար եւ մինչեւ կարդալը հիշեցնեմ, որ շատ չկարդամ, 16-րդ գլխում ներկայացվում է, որ այսպիսի բան կատարվեց, մինչ այդ Աստված արդեն Մովսեսին ասել էր, Մովսեսի առաջնորդությամբ, ղեկավարությամբ կառուցվել էր խորանը, ուխտ էր կնքվել Իսրայելի հետ, ժողովրդի հետ, խորանի մեջ, խորանում քահանաներ էր դրվել, քահանապետ, քահանաներ, որոնք պիտի զոհաբերությունների կարգ իրականացնեին, Իսրայելի 12 ցեղերից առանձնացվել էր հատուկ մի ցեղ, Ղևտացիների ցեղը, որ պիտի այդ վկայության խորանի մեջ եղած տարբեր տեսակ սպասավորությունները, այդ գործերը կատարեին, Ղևտացիներից հատուկ առանձնացվել էր Ահարոնի ցեղը, Ահարոնի ասած ճյուղը, տոհմը, որ նա եւ նրա որդիներով էլ պիտի քահանայական գործ իրականացվեր։ Այդպես էր։ Խորանը կանգնեց, կառուցվեց, խորանը կանգնեցվեց, ուխտի, ասած պայմանները խոսվեց, ներկայացվեց, զոհաբերությունը արվեց, զոհաբերությունը այրունը սրսկվեց ժողովրդի վրա եւ այդ ամեն բանի ուխտի պարագաների վրա եւ հաստատվեց խորանը։ Հետագայում տեսնում ենք, որ ապստամբություն եղավ, հակառակություն եղավ եւ այդ հակառակությունը Ահարոնի իր սերունդի դեմ էր, այսինքն քահանայական գործը կատարողների հետ էր կապված։ Հակառակության ղեկավարները Սուրբ Գիրքը ներկայացնում է Կորխ, Դաթան եւ Աբիրոն։ Բայց միայն նրանք չէին այդ ապստամբության մեջ, ապստամբել են նրանց հետ միասին նաեւ 250 հոգի եւս։ Եվ նրանց խոսքը այսպիսին էր, Թվոց 16-րդ գլխում ներկայացնում է այդ խոսքը, թե ինչ է նրանք ասում։ Նրանք ասում են, որ դուք եք ինքներդ ձեզ Ահարոնին հատկապես բարձրացրել ժողովրդի վրա, ձեզ առաջնորդ դրել եւ այդ գործը ոնց որ ասած սեփականաշնորհել, ձեզ վերագրել, որ միայն դուք պիտի անեք։ Ինչու պիտի այդպես լինի, որտեվ ամբողջ ժողովուրդը Իսրայել ժողովուրդն էլ սրբված, առանձնացված է, միայն դուք չեք առանձնացված։ Այսպես էին ասում։ Ընդ որում Կորխը, որ այդ ապստամբության ղեկավարներից մեկն էր, ինքը հենց Ղևտացի էր։ Եվ այդ 250 հոգին էլ նրանք գրված է անվանի մարդիկ էին, ժողովքի խորանի իշխաններ, ղեկավարներ, այսինքն նրանք շարքային անձիկ չէին, նրանք ղեկավարներ էին։ Եւ նրանք խոսում էին ընդհանուր ժողովրդի անունից, բայց իրականության մեջ իրանց անհանգստությունը կամ իրենց ցանկությունը իրենց հետ էր կապված, որ իրենք իրավունք ստանային քահանայական գործը իրականացնելու, անելու համար, որտեղ հետո որ Մովսեսը Աստծո հոգով խոսում դրանց հանդիմանում է, այսպես է ներկայացնում, որ ձեր տրտունջը Ահարոնի դեմ է, բայց իրականության մեջ Ահարոնի դեմ չի։ Ինչու, որովհետև Ահարոնը ինքը իրենից չի, որ որոշված է կամ Մովսեսը չի, որ որոշեց եւ դրեց այդ գործի մեջ, այլ Աստված ինքն է Ահարոնին սրբել եւ Ահարոնի սերունդը կամ ասենք ասած տոհմը առանձնացրել այդ գործի ծառայության համար։ Եվ Մովսեսը ասեց, այսպիսի հանդիմանություն արեց, ասեց փոքր բաներ երևում ձեզ, որ արդեն դուք մեծ պաշտոնի մեջ եք, այդ ժողովրդի իշխաններից եք, եւ Կորխին էլ ասեց քեզ փոքր է երևում, որ դու Ղևտացի ես ու այդ սպասավորության մեջ արդեն տաճարի գործի ծառայության մեջ բաժին կա։ Դու դա քիչ ես համարում, քահանայություն էլ ես ուզում անես, այսինքն տեսնում ես, իրաց նպատակը դա էր, հասնել դրան, այդ քահանայությանը։ Եվ այդ ապստամբությունը ասեց Մովսեսը Ահարոնի դեմ չի։ Դուք եք եկել Ահարոնի դեմ, բայց Ահարոնը Ահարոնին դնողի դեմ է, այսինքն Տիրոջ դեմ է։ Եվ ասեց, եթե Տիրոջ դեմն է, Տերն էլ կապացուցի կհաստատի ով է իրականության մեջ իր կողմից դրված այդ գործի մեջ ծառան։ Եվ այսպիսի բան ասեց Աստծուց առաջնորդված Մովսեսը, որ վաղը այդ 250-ներ թող բուրվարները վերցնեն իրենց համար եւ կրակ վերցնեն, դնեն բուրվարի մեջ եւ Աստծո առաջին կանգնել։
կանգնեն։ Աստված ում վրա որ նշանը տվեց, արեց իր ձևով, նա էլ Աստծուց ընտրված մեկն է։ Եվ բնական է ինչու պիտի բուրվարներ լիներ, որտեղ բուրվարի գործածությունը դա քահանայի գործ էր։ Այսինքն կանգնեք քահանայական գործի այդ ոնց որ ասած գործը լա արեք տեսնեմ ումն է Աստված հաճենում, ինչ նշան է տալիս։ Եվ նրանք այդպես էլ եղավ 250-ը նրանց հետ միասին նաև Ահարոնը կանգնեց բուրվարներով Աստծո առաջին, բայց մինչև այդ այսպիսի բան եղավ, Մովսեսը խոսեց եւ այս ներկայացրեց, ասեց, որ խոսեց նրանց չարության մասին, ապստամբության մասին եւ ասեց, եթե ես Աստծով չեմ խոսում, որտեղ նրանց մեղադրեց, որ ձեր արածը մեծ չարություն, ապստամբություն է Աստծո դեմ եւ դուք Աստծո դեմ եք տրտնջում ու ասենց ողոքում, որպես իր անարդարացի, ասեց դրա համար ձեր մեռնալը կլինի ոչ թե սովորական մարդկանց մեռնելու նման, այլ ասենց մեծ բանով, հրաշք ձևով, տարբեր ձևով եւ ասես անգամ ինչպես պիտի լինի, ասեց երկիրը կբացվի եւ դուք հենց կենթանի ձեր ամեն ունեցվածքով կիջնեք դժոխք։ Ընդ որում պատվեր տվեց Մովսեսը ամեն ովքեր որ նրանց հետ համամիտ չեն, միաբան չեն, թող հեռանան նրանց տարածքից, նրանց վրաններից, նրանց բնակավայրից, բնակատեղից, որովհետև այդ հրաշքը լինելու է եւ պիտի երկիրը բացվի, հողը բացվի եւ նրանք պիտի իջնեն դժոխք։ Կենթանի իրենց ամեն ինչով հանդերձ։ Ովքեր որ միաբան են նրանց հետ, մնացին նրանց հետ։ Այսինքն կային մարդիկ, որոնք գուցե ասենց ասած լիդեր չէին այդ ապստամբության մեջ, բայց համախոհներ էին։ Նրանք միաբան էին, նրանք նույնպես համաձայն էին այդ ապստամբությանը, նրանց խոսքի հետ։ Իսկ ովքեր որ միաբան չէին, հեռացան, հավատացին եւ հեռացա եւ գրված է, որ հենց այդպես էլ եղավ։ Երկիրը բացվեց, հողը այսինքն բացվեց եւ այդ ամենքը միասին իջան դժոխք։ Բացի դրանից ասում է դա կորխի հետ կապված, կորխի Դաթանաբիրոնի, իսկ բանի հետ կապված 250-ի համար ասում է, որ կանգնել էին բուրվարները ձեռքը խնկարկության համար ոնց որ ասած, դերը ցույց տվեց, որ իրանք նախ երկու բան, նրանք Աստված նրանց չի կարգի այդ գործի մեջ, երկրորդն էլ ովքեր որ այդ չարությունը կանեն, որ կմտնեն այդ բանի մեջ, որ իրենց տրված չի, նրանք Աստծուց կհարվածվեն, որտեղ Աստծո թագավորությունը, Աստծո իշխանությունը, նրանք ապստամբում են Աստծո դեմ, դուրս են գալիս Աստծո դրած կարգի դեմ, տերն է դրա այդ կարգը եւ վերջ։ Եվ երկնքից ասում է կրակ եկավ, ես ուղղակի հիշեցնում եմ, դուք կարդացել եք հաստատ։ Երկնքից կրակ եկավ եւ այդ 250-ին վառեց։ Եվ Աստված Մովսեսին ասեց, Մովսեսն իհարկե պատվեր տվեց ու այդպես արեցին, որ այդ բուրվարների բանից, ասեք այդ պղնձե բուրվարներ էր, թիթեղներ պատրաստվի եւ այնս սեղանը տաճարում, խորանում եղած սեղանը պատվի, որպես նշան, այդպես էլ գրված է վկայության դրա, որ այդ սեղանին, այսինքն այդ քահանայություն անելու գործիքին, որտեղ որ զոհեր զոհաբերություններ ներառվում, մի օտար մեկը իրավունք չունենա մոտենա։ Դա նշան լինի, հիշեն, որ հանկարծ Ահարոնի սերունդից բացի, Ահարոնի ցեղից բացի որևէ մեկը քահանայական գործ չկատարի։ Հետո տեսնում ենք, ասենց ասած, վերջնական, որպեսի ոնց որ Տերն ասում, ամբողջ այդ տրտունջը բան արվի, դեմը կանգնեցվի, դադարեցվի, Թվոս 17-րդ գլուխն եմ կարդում, Տիրոջ խոսքը այսպես եղավ, ասում է եւ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. Խոսիր Իսրայելի որդկանց հետ եւ առ նրանցից իրենց հայրերի տների համեմատ 1 գավազան, այսինքն իրենց հայրերի տների բոլոր իշխաններից 12 գավազան եւ ամեն մարդի անունը իր գավազանի վրա գրիր։ Եվ Ահարոնի անունը գրիր Ղևիի գավազանի վրա, որովհետև նրանց հայրերի տան իշխանի համար 1 գավազան պիտի լինի։ Եվ նրանց դնես ժողովքի խորանումը վկայության առաջին, ուր որ ձեզ պիտի հանդիպեմ։
Եվ կլինի այն մարդի գավազանը, որին ես ընտրել եմ, կծաղկի, եւ ես կդադարեցնեմ ինձանից Իսրայելի որդկանց տրտունջը, որոնք տրտնջում են ձեզ վրա։ Հետաքրքիր է, իրոք բան նայում ես ինչքան, ասենք, ժողովրդի միտքը փակ է, սիրտը քարացած, ծանրացած, որ եղբայրներ ներկայացած ինչ-որտեղ, այսքան պատիժներից, հարվածներից, որ իրանց աչքի առաջին տեսան այդ ապստամբների հետ Աստված ինչպես վարվեց, եւ դրանից հետո Տեր ասում է, բերեք sense մի հատ էլ sense նշան տանք։ Մի բան անենք, որ վերջնականապես այս ժողովուրդը ոնց որ դադարի իր չարությունից տրտնջից։ Այսինքն չնայած ապստամբները գնացին, ապստամբները մեռան, բայց տրտնջացողները էլի կային։ Բայց ոնց է երևում, դրանից առաջ ես բան ուղղակի անցա դրա վրա եւ ասում եմ, այդ ժողովուրդը տրտնջացին դրանից հետո, երբ որ այդքան մարդ մեռավ, Մովսեսի ու Ահարոնի դեմ ասացին, ձեր պատճառով այսքան ժողովուրդ մեռավ։ Թեխի Մովսեսի ու Ահարոնի պատճառով, այսինքն էլի նրանց դեմ էին տրտնջում։ Ձեր պատճառով։ Ասում են Մովսեսը հանկավ երեսի վրա աղոթք արեց ասում, որտեվ հենց այդ պահին հարված սկսվեց այդ ժողովրդի մեջ եւ սկսեց ժանտախտ տարածվել։ Եվ Մովսեսն Ահարոնին ասեց բանը վերցրու, խնկարկելու այդ բանը խնկամանը վերցրու եւ անցի բաների միջով, ժողովրդի միջով եւ խնկարկություն արա եւ ասում է, երբ որ նա դա արեց, ժանտախտը կանգնեց, բայց այդ ժամանակ արդեն 14700 հոգի, ասում է, բացի այդ կորխի մեռածներից 14700 հոգի էլ այդ ժամանակ մեռան։ Այսինքն այդքան բան տեսան, այդքան բան եղավ, էլի տրտունջը կար, բողոքը կար։ Դուք եք պատճառը, դուք եք մեղավոր։ Նրանք չարություն անեն, Տերը նրանց պատժի, Ահարոնին եւ այտենց էլ ասում են, դուք Եհովայի ժողովրդին մերցրիք, հենց այնց են ասում, Ահարոնին եւ Մովսեսին։ Եվ դրանից հետո Տերը ասեց, մի հատ էլ բան պիտի անեմ, որ վերջնականապես դադարեցնեմ այդ տրտունջը։ Եվ խոսեց սա էր, որ 12 գավազաններ վերցվի ամեն բանից, ցեղից, Իսրայելի ցեղից, Ղևի գավազանի վրա էլ Ահարոնի անունը գրված լինի եւ այդ 12 գավազանները դրվեն ժողովքի խորանում վկայության առաջին։ Եվ 6-րդ խոսքից շարունակի ասում եւ Մովսեսը խոսեց Իսրայելի որդկանց հետ եւ նրանց բոլոր իշխաններին իրենց հայրերի տների համար 12 գավազան տվին նրան, ամեն մեկ իշխանի համար 1-1 գավազան եւ Ահարոնի գավազանը այդ գավազանների միջումն էր։ Եվ Մովսեսը դրավ գավազանները Տիրոջ առաջին վկայության խորանում։ Եվ եղավ եւ հետեւյալ օրը Մովսեսը վկայության խորան մտավ եւ ահա Ղևի տան կողմից տրված Ահարոնի գավազանը ծաղկել էր եւ ծլեց եւ ծաղկեց եւ նուշեր հասցրեց։ Եվ Մովսեսը բոլոր գավազանները Եհովայի առաջից դուրս հանեց Իսրայելի բոլոր որդկանց առաջ եւ նրանք տեսան եւ ամեն մեկը իր գավազանը առավ։ Եվ Եհովան ասեց Մովսեսին. «Ետ դարձրու Ահարոնի գավազանը վկայության առաջին, որ ապստամբների համար իբրև նշան պահվի եւ նրանց տրտունջը ինձանից վեր առնեց, որ չմեռնեն»։ Եվ Մովսեսը արավ, ինչպես որ Տերը իրեն պատվիրել էր, այնպես արավ։ Եվ Իսրայելի որդիկ խոսեցին եւ այլն։ Տեսնում ենք, ուրեմն դրվեց այդ գավազանները, խորանը Աստծո ներկայության մեկ օր պահվեց եւ հաջորդ օրը, երբ որ ներկայացվեց, բացեցին, տեսան գավազանների մեկի վրա Աստծո նշանը։ Եվ նշանը այսպիսին էր, նշենուց էր այդ գավազանը, նշենու ճյուղից էր, որ Ահարոնի անունն էր դրա վրա գրած, Ղևտացիների ցեղից ընտրված, եւ դա ծաղկել էր, չէ, եւ մի գիշերվա մեջ հասցրել էր պտուղ բերեր, կենթանացել էր, սա ասենք ասած չոր մեռած ճյուղը կյանք էր մտել մեջը եւ այն էլ այդպեսի, ոնց որ ասած արագ պտուղի էր հասցրել, այդպես էր։ Եվ սա ցույց տրվեց, ներկայացվեց, ընդ որում տեսնում եք բնական էսի մի հատ անես նշանա, որ օրինակ ոչ մեկ չէր կարող ասի Մովսեսի սարքածն է։ Չեն կարող ասել, այդ Մովսեսը դա ինչ պետք է աներ, որ մի օրվա մեջ բան տար, պտուղ տար այդ գավազանը, որ ուզենա էլ չէր կարող անել։ Այսինքն այո, ասում եմ որ կտրվի սրանց, դադարեն սրանք իմ դեմ տրտնջալուց։ Ընդ որում ուշադրություն դարձրեք այս Ահարոնի
ծառայությունը, ասենց ասած, քահանայական ծառայություն, քահանապետները նրա սերունդից են, այսինքն նրանք ծառայում էին տաճարի մեջ եւ ասենց ասած այդ մեղքի հետ կապված հարցն են լուծում։ Եվ մենք գիտենք, որ կանոնով, կարգով նորուխտի այսպես է, նրանք ովքեր մեղք են գործել եւ պիտի նրանց քավություն լիներ, ապա քավության, մեղքերի քավության ճանապարհը այսպես էր։ Նրանք պահանջված զոհը պիտի բերեին քահանայի մոտ եւ պահանջված տեղում, Աստծո պահանջված տեղում, այսինքն այդ խորանում պիտի քահանան կատարեր զոհաբերությունը դրված կարգով։ Ունդեղ մանրամասնություններ կա, դրա վրա ուշադրություն չեմ ուզում դարձնել, եւ դրանից հետո միայն այդ զոհաբերությունից հետո միայն այդ մարդու գործած մեղքը համարվում էր քավված եւ նա ազատվում էր մեղքի պատժից եւ մեղքի դատապարտությունից։ Այսինքն քահանայական գործը իրոք շատ կարևոր գործ էր, ասենց ասած մեղքի, մահի, կյանքի հարցի հետ կապված գործեր։ Շատ գործեր կային տաճարի մեջ կամ ընդհանրապես ասենք այդ ղևտացիները, որ գործը իրականացնում էին, բայց քահանայական գործը, հատկապես քահանայական գործը գլխավոր ու կենտրոնական գործն էր, որ կապված էր ամենակարևոր բանի հետ, մեղքերի թողության, չէ, կյանք ստանալու, դատաստանից ազատվելու, պատժից ազատվելու, քավություն ձեռք բերելու հետ, այսպես էր։ Հետագայում, ասենք, Սուգիրքը ցույց տալիս, որ այդ տրտունջը իրոք վերացավ այդ ժողովրդի միջից եւ ոնց որ ասած ընդունվեց հենց դա այդ նշանով ժողովուրդը ընդունեց եւ ոնց որ ասած էլ չէր ապստամբում, չի գրված որ հորեցը մի անգամ էլի ապստամբություն եղավ։ Ես ուզում եմ հիմա արդեն ուշադրություն դարձնենք այս ժամանակների համար, դա հին ուխտի հետ կապված էր, Աստված իր խոստում ուներ մարդկության համար փրկիչ ուղարկելու եւ այդ փրկչի հետ կապված էլ Աստված նշաններ էր տալիս եւ որ ուշադրություն եք դարձնում տարբեր մարդիկ տարբեր նշաններ ստացան Տիրոջից որ ով է փրկիչը կամ ով է Մեսիան եւ տեսնում ենք օրինակ ասենք երբ որ նշաններից մեկը սա է, չէ, հակույսը կհղիանա եւ մի որդի կծնի եւ նրա անունը կդրվի, չէ, Էմանուել։ Սա մի նշան էր, որ ոմանք այս նշանը այո, տեսան։ Նրանք հասկացան, ասենք, ով է ծնվող մանուկը կամ մեկ ուրիշ տեղ նայում ես, երբ որ հովիվներին նշան տրվեց, ասեց, դե նշան գիտեք ինչ նշանակում, սա արտառոս տարբերվող մի բան է, ասենք, ոնց ասած, մի բան, որ չի եղել կամ հատուկ ամի։ Եվ այս օրինակ, երբ որ հովիվներին նշանը տրվեց, ասեց կգնաք, չէ, Բեթլեհեմ եւ այնտեղ մսուրի մեջ փաթաթված, խանձարուրներով փաթաթված երեխա կտեսնեք։ Այս էլ էր նշան իրոք իրանց համար, որովհետև իրականության մեջ ոչ մեկ այդպես բան չի անում, էլի որ անասունի մսուրի մեջ իր նորածին երեխուն փաթաթի դնի, չէ՞։ Այտենց։ Դու գիտեք պատճառը ինչն էր։ Կամ նշան կար օրինակի համար ասենք Սիմեոն ծերունի հետ կապված, չէ՞։ Այդ նշանն էլ հատուկ էր։ Հայտնություն ուղղակի Աստծուց։ Որ նա հայտնություն ուներ իրեն տրված, որ մահ չես տեսնի, չէ, եւ փրկչին կտեսնես։ Ինչ որտեղ կամ Հովանես Մկրտիչը, ինքը եկել էր Հիսուս Քրիստոսի արչեվից գործելու, նրա համար բարեկարգ ժողովուրդ պատրաստելու, բայց ինքը չգիտեր հետո ով է։ Եվ ինչպես իմացավ, ինչ նշան իրան տրվեց, ինքը ասեց ինձ ուղարկողը, այսինքն նա որ ուղարկեց ինձ իմ գործը անելու, Քրիստոսից առաջ գործելու, այդ բարեկարգ ժողովուրդը պատրաստելու, դա ես ասեց նրան չէի ճանաչում, բայց նա որ ինձ ուղարկողը էս ասեց, էս նշանը ցույց տեց։ Նա է, նրա համար ես աշխատելու, ումը որ կտեսնես հոգին աղավնակերպ երկնքից գալուց եւ նրա վրա հանգչելուց, նստելուց, այսինքն այս էլ իր համար նշան էր, որ ինքը հասկացավ ում հետ գործ ունի, կամ երբ որ աշակերտները Հովանեսի
չէին ուզում Հովհաննեսից հեռանային, գնային Քրիստոսի մոտ, Հովհաննեսը բանտից նրանց ուղարկեց, չէ, աշակերտների մոտ, կներեք Քրիստոսի մոտ աշակերտներին, եւ նրանց էլ մեկ ուրիշ նշան տրվեց, որ եկան ասեցին, դու ես թե ինչ ուրիշին սպասենք, նշանը էս էր, ասես, ինչ որ տեսակ, գնացեք Հովհաննեսին ասեք, բայց որ ասես, որ ասում են կուշ քեզ եմ ասում, կուլակ դու լսի, ձեզ եմ ասում, ինչ տեսակ, որ կույրերը տեսնում են, կաղերը քայլում են եւ այլ, չէ, եւ աղքատներին ավետարան է քարոզում։ Սրանք ոնց որ ասած հատուկ բաներ էր, որ պիտի Մեսիայի ձեռով կատարվի, փրկչի ուղարկվածի ձեռով, նա որ Աստծուց հատուկ ոնց որ առանձնացվեց այդ գործի համար եւ ուղարկվեց, նրա վրա պիտի դա լինի։ Երբ որ նշան էին ուզում Տիրոջից, Տերը ինչ ասեց, լիքը նշաններ եղան ձեզ համար, բայց եւ այլ ուրիշ նշան ցույց չտվեց, ասես, բայց բացի մի նշանից, որ պիտի լինի, դա որն էր, որ ինչպես որ Հովնանը, չէ, գետի փորում մեծ ձկան փորումը 3 օր 3 գիշեր մնաց, այնպես էլ մարդու որդին պիտի մնա։ Այսինքն նրա այս նշանը արդեն ինչի մասին էր, իր մեռնելու եւ հարություն առնելու այդ նշանի մասին էր, այո։ Եվ շատ տեղերում ինքը հենց այդ լիքը նշաններով հանդերձ խոսում էր, ասում էր, երկնքի երեսը քննել գիտեք կեղծավորներ։ Այսինքն ասում էր ոնց է քննում, օրինակ երբ որ տեսնում եք, ասենք արևմուտքում ասма ամպերը հավաքված, ասում եք, հեսա շուտով ինչ անձրև կգա։ Այսինքն դա նշան էր, որ շուտով գա ինչա կատարվելու։ Այդ նշանով հասկանում են եղե։ Բայց ասում է, այսքան նշանների մեջ ձեր միջից արժանին չեք կարողանում ընտրեք։ Այո, այդպես էր։ Կամ ուրիշ տեղ հետաքրքիր բան ասեց, օրինակ մինչև Տեր Հիսուս Քրիստոսը երբեք դևեր մարդկանցից դուրս չեն եկել, նկատի ունեմ դևերից ազատագրում չի կատարվել, չէ՞։ Եվ երբ որ իրավիճակ եկավ, նա ասեց, եթե ես Աստծո հոգով եմ դևերը հանում, Աստծո մատով, ուրեմն Աստծո արքայությունը, թագավորությունը եկել ձեզ հասել է, այսինքն Աստծո թագավորության հասնելը Աստծո փրկչով է, Աստծո ուղարկվածով է։ Իսկ եթե ես հանում եմ, ուրեմն ես եմ այդ մարդ։ Ես եմ, որ ոնց որ ասած եկել եմ եւ Աստծո թագավորությունն է հնարավորություն ստացել, որ ձեր վրա հաստատվի, այսպես է։ Եվ այո, մենք տեսնում ենք, որ Աստված կարելի ասել իր նշանն է տվել, բայց բոլոր ժամանակների մեր մարդկանց հետ կապված, այո, ամենամեծ նշաններից մեկը Քրիստոսի հարությունն է։ Նա է Աստծուց ուղարկվածը, նա է Աստծո փրկիչը, Աստծուց ուղարկված փրկիչը, ով պիտի մեռներ եւ հարություն առներ։ Այդպես է։ Բոլորն էլ կարող են ասենց ասած իրենց ինչ որ ձևի ներկայացնել, բայց նրա վրա, ում վրա այս նշանը կկատարվի, նա է փրկիչը։ Ինչպես որ Ահարոնի հետ կապված, չէ՞։ Նմանապես այստեղ սա մի բան է, որ ոնց որ ասած ոչ մեկի հետ կապված այսպիսի բան չի եղել, առաջինը նա էր, որ այդպիսի բան եղավ։ Հարություն առնել հավիտյան ապրելու, հավիտյան լինելու համար։ Եվ երբ որ շայցուն եք դարձնում Տիրոջ խոսքը, այո, ինչու է նաև այսպես պիտի լիներ, որովհետև այո, հարությունը դա ոնց որ ասած Աստծո փրկչի փրկության ծրագրի մասը կազմում։ Հարություն տալ նշանակում է մեռազին ինչ անել, կենթանացնել։ Փրկիչը նա է, որ հենց ինքը այս գործը իրականացնում է փաստացի, ոչ թե բերանացի, այլ փաստացի։ Քրիստոսը մեռավ եւ Քրիստոսը նաև հարություն առավ, ապացույց տալով, որ նա կարող է մահվան մեջ գտնվողներին ինչ անել, կենթանացնել։ Սա եւ Սուրբ Գիրքը ներկայացնում է, որ այս նշանը պիտի քարոզվի աշխարհով մեկ, բոլոր մարդկանց պիտի լինի, ոնց որ ասած, ապացույց եւ սրա համար նաև Սուրբ Հոգին է ուղարկվում, որպեսզի մարդկանց համար վստահելի լինի եւ հավատալի լինի, այսպես է։ Եվ ես կուզեմ հիշեցնեմ Գործք առաքելոցից Պետրոս Առաքյալի խոսքը, երբ որ նա Քրիստոսի մասին վկայեց, ինչ կերպով էր ապացուցում, որ նա իրոք Աստծուց ուղարկված փրկիչն է, Աստծուց ուղարկված Մեսիան։ Եվ գրված է 2-րդ գլուխ 22-րդ խոսքից ասում է. «Ով իսրայելցի մարդիկ, այս խոսքերը լսեցեք,
Հիսուսն ազովրեցին այն մարդը, որ Աստվածանից ցույց տրվեցավ ձեզանում զորություններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստված նրա ձեռքով արավ ձեր միջումը, ինչպես դուք էլ գիտեք։ Նրան, որ Աստծո սահմանված խորհրդով եւ կանխագիտությունով մատնված էր, առակ անօրենների ձեռքով փայտի վրա բևեռված սպանեցիք, որին Աստված հարություն տվավ մահից հավերը լուծելով, որովհետեւ կարելի չէր, որ նա բռնվի նրանից։ Վասզի Դավիթը ասում է նրա համար. «Առաջուց տեսնում եմ Տիրոջը ամեն ժամանակ իմ առաջին, որ իմ աշկոմն է, որ չսասանվեմ։ Սրա համար իմ սիրտը ուրախ եղավ եւ լեզուս ցնծացավ եւ իմ մարմինն էլ հույսով կբնակվե, որտեւ իմ անձս չես թողնի գերեզմանումը եւ ոչ էլ քո սուրբին ապականություն տեսնել կտաս։ Կյանքի ճանապարհը ճանաչեցրիր ինձ, քո երեսի ուրախությունով կլցնես ինձ»։ Մարդիկ եղբայր, պետք է համարձակությամբ ասեմ ձեզ Դավիթ նահապետի համար, թե նա մեռավ էլ, թաղվեցավ էլ եւ նրա գերեզմանը մինչեւ այսօր մեր միջումն է։ Իսկ որովհետեւ մարգարե էր եւ գիտեր, որ Աստված երթումով երթավ նրան, որ նրա երանքի պտղիցը մարմնի կողմանից հարուցանե Քրիստոսին, նրա աթոռի վրա նստեցնելու համար, առաջուց իմացած խոսեց Քրիստոսի հարության համար, թե նրա անձը գերեզմանում չթողնվեցավ եւ ոչ էլ նրա մարմինը ապականություն տեսավ։ Սույն այս Հիսուսին Աստված հարություն տվավ, որի վկաններն ենք մենք ամենքս։ Արտաստու աչովը բարձացած եւ Սուրբ Հոգու խոստմունքը հորից առած թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում եք, որտեղ ոչ թե Դավիթը վեր ելավ երկինքը, բայց ինքը ասում է. Տերն իմ Տիրոջն ասեց, իմ աշկոմը նստի, մինչև քո թշնամիներին քո ոտքերի պատվանդան դնեմ։ Հիմա թող ստույգ գիտենա Իսրայելի բոլոր տունը, որ Աստված նրան Տեր օծյալ արավ սույն այն Հիսուսին, որ դուք խաչեցիք։ Ոնց տեսնում եք, հրաշքներ զորություններով գործող անձ, բայց նրա համար այս վկայությունը շատ կարևորվեց եւ սրանով հաստատեց, չէ՞ որ կար արդեն վաղուցվանից խոսված եւ այդ մեջբերումը արվեց Դավթի բերանով ներկայացված, որ Աստված պիտի նրան ապականություն տեսնել չտա, չէ՞։ Իմ անձս գերեզմանում չի թողնի, տեղ կասմա դժողքում, որտեղ Տեր իջավ նաեւ դժող, չէ՞, ասել այնտեղ լինող մարդկանց խոսելու ինչ որ ժամանակահատվածում պահված եւ հարություն առավ եւ ասում է եւ իմ անձս չես թողնի եւ քո սուրբին ապականություն տեսնել չես տա։ Այսինքն չմնաց, չկներեք, չփտավ, չորթնեց, ինչպես անբոլոր մեռելներ, այլ հարություն առավ, Աստված նրան հարություն տվեց։ Եվ այսա որ հարությունով հենց հաստատվում է, որ նա է Աստծուց ուղարկված փրկիչը եւ ասում է հենց այս դուք իմացեք, հաստատ իմացեք, որ Աստված, որին որ հարություն տվեց ու իր աչքով իր աչ կողմը նստեցեց, հենց նա է օծյալը եւ Քրիստոսը, եւ դա դուք տեսաք Հիսուսի վրա, որ նա է հենց Տերը, օծյալը եւ փրկիչը։ Այո, Աստծո, ասենք ասած, մեծագույն նշաններից մեկը Քրիստոսի համար նրա հարություն ու երկինք բարձրանալն է։ Հենց տեկուս նրանով, որ Տերն էլ էր խոսում, չէ, հորից է եկա, չէ, եւ ոնց որ որպես Աստծուց ուղարկված նաեւ նրա այսպես ասած գործը կատարեցի եւ վերադառնում եմ նրա մոտ, այսինքն ով որ ուղարկել է, նրա մոտ էլ պիտի վերադառնա ուղարկվածը։ Հենց այդ վերադառնալն էլ, որ հարությունով եւ համբարձումով եղավ, ապացուցա, որ նա Աստծուց է եւ նա է աշխարհի փրկիչը, նա է Մեսիան, այսպես է։ Եվ գիտենք, որ Քրիստոս իր ժողովրդի համար էլ Տերը խոսում է որպես նրա հարության վկաները։ Դուք իմ վկաները կլինեք, չէ՞։ Այսինքն, երբ որ խոսում են Քրիստոսի մասին, հարության վկա պետք է որպես խոսել։ Այսինքն մարդիկ, որոնք վկայություն ունեն Քրիստոսի հարություն առնելու ճշմարիտ լինելու հարցում, ունեն այդ վկայությունը, նրանք համոզված են, նրանք գիտեն եւ վկաներն են։ Եվ գիտենք, որ հատուկ սրա համար Աստվածային անձերից մեկ ուղարկվեց աշխարհ։ Հիշում եք Սուրբ Հոգու համար ասում է Սուրբ Հոգին որ գա, պիտի ինչ անի, վկայի ինձ համար։ Բայց Սուրբ Հոգու վկայությունը Պետրոսի վկայությունն էր։ Պետրոսը որ վկայեց, Սուրբ Հոգուց առաջնորդված վկայեց։ Դի Սուրբ Հոգու վկայությունն է, եւ տեսնում եք շեշտադրումը ինչի վրա է կանգնում, որ ինչպես է հաստատվում, որ Քրիստոսն է, Հիսուսն է Քրիստոսը, նա է փրկիչը, նա է Աստծո կողմից առանձնացված այն հատուկ անոթ անձը, որի միջոցով աշխարհին փրկությունն նրա մահվան եւ հարության փաստը չէ վկայակոչելով, ներկայացնելով։ Եվ
եւ Տերն էլ ասեց, որ երբ որ հոգին կգա, դուք իմ վկաները կլինեք, չէ, իմ հարուցյալ վկաները կլինեք, զորությունով, այսպես կարելի ասել, իմաստությունով, ճշմարտությունով, որովհետեւ Սուրբ Հոգին կարող է միայն այն ճշմարիտ վկայությունը տա Քրիստոսի մասին, ներկայացնի Քրիստոսին, այսպես է։ Եվ հետեւաբար, այո, սրանով էլ Աստված դադարեցնում է ամեն տեսակ խռովությունը, ապստամբությունը, հակառակությունը կամ ինքնակոչների որևէ դրսևորում, որ տարբեր տեսակ կրոնների մեջ կան, որ ներկայացնում են իրենց մարդը կամ իրենց կրոնի մարդը որպես Աստծուց հատուկ առանձնացված եւ հատուկ ասենց կարգի մեջ դրված, որ նրանով կամ նրա ճանապարհով է փրկությունը։ Մենք գիտենք աշխարհի մեջ շատ կրոններ կան, բայց Աստված միայն այդ բոլոր խոսված ասենք ասած կրոնական առաջնորդներից միայն Քրիստոսի հետ կապված այս վկայությունը, այս նշանը տվել։ Եվ սա Աստծո նշանն է, որպեսզի մարդիկ, այո, դադարեն էլ այլ բաներ մտածելուց կամ այլ փրկիչներ ման գալուց։ Աստված իր որդուն է հարություն տվել, իր որդու հարությունով էլ հաստատել է, թե ով է իր ուղարկածը։ Եվ Քրիստոսի հարությունը ապացույցն է, որ այո, ոչ միայն որ մահը պարտվող է, որտեղ հարություն կա, այլ նաև որ Քրիստոսը իրոք այն անձնավորությունն է, որ ամեն բան արեց բավարարելով Աստծո փրկության համար, ինչ որ Աստված Հայրը նախատեսել էր, ամեն ինչ կատարված է, եւ որպես կատարված արդեն գործ փաստված Աստված նրան նաև հարություն տվեց, իր նշանը դնելով, որ սա է իմ փրկիչը, եւ իր մոտ վերցրեց որպես իր բավարարվածության նշան, որ ինքը ամբողջովին, բոլորովին բավարարված է Քրիստոսի գործով, որ այդ գործը բերում է իր նպատակների իրականացմանը, մարդկության փրկությանը, հավիտենական կյանքին եւ չարիքի հավիտյան վերջ դնելուն։ Աստված փառավորվի սրա համար։ Աղոթք